Անցած շաբաթ իր մասնագիտական կողմնորոշումը 10-րդցիներին ներկայացնում էր անվանի կոմպոզիտոր, դաշնակահար եւ դիրիժոր, պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Երևան քաղաքի պատվավոր քաղաքացի, համով, հումորով մի անձնավորություն Մարտին Վարդազարյանը։ Իր մասին խոսելիս սովորաբար մեր այսօրվա հյուրը սիրում է սկսել այսպես. Որ ասեն հետո բոլորի կանոնները կհիշեն սուտ կասել։ Բայց իմ անունը կարող եք հիշել։ Ես ապրիլին եմ ծնվել, բայց անունս Մարտին է։ 4 ապրիլի այդ օրը 1917 թվականին բոլշևիկների առաջնորդը զրահամեքենայից ժողովրդին հրամցրեց իր ապրիլյան թեզերը։ Տարիներ անց 1945 թվականի այդ օրը Հունգարիան ազատագրվեց ֆաշիստական զավթիչներից։ 1949 թվականի այդ օրը ստեղծվեց Հյուսիսատլանտյան դաշինքը, ապա 19 տարի հետո 1968-ին նույն օրը Մեմֆիսում սպանվեց քաղաքացիական իրավունքների շարժման ամենակարգառու ներկայացուցիչներից մեկը՝ Մարտին Լութեր Քինգը։ Մենք էլ այս ամենին ավելացնենք եւս մի կարևոր փաստ։ Սպանությունից ուղիղ 30 տարի առաջ 1938 թվականի ապրիլի 4-ին երկուշաբթի հայկական ջազի հիմնադիրներից մեկի շեփորահար Ցոլակ Վարդազարյանի եւ բուսաբան Սոֆիա Թումանյանի ընտանիքում արդեն իսկ լույս աշխարհ էր եկել մեկ այլ Մարտին, ով իր հերթին պետք է դառնար երաժշտական շարժման ամենակարգառու ներկայացուցիչներից մեկը։ Փաստորեն նա դարձավ հայկական ջազ նվագախմբի հասակակիցը։ Մարտին Վարդազարյանը միշտ երախտագիտությամբ է հիշում իր բոլոր ուսուցիչներին։ Այբ ու Բենը սովորեցրել է Մարիանուշ Դեղտրիկյանը, Դոն Եվրեն Իրինա Աթայանը, հետագայում կոնսերվատորիայում դասավանդեցին դաշնամուրային բաժնում Գյորգի Սարաջևը, իսկ կոմպոզիցիայի բաժնում Էդվարդ Միրզոյանը։ Առաջին ստեղծագործական փորձը խրախուսողներից էր Ստեփան Ջրբաշյանը։ Մեծ դեր են նրա կյանքում խաղացել Էդվարդ Բաղդասարյանը, Գրիգոր Հախինյանը, Ալեքսանդր Աճեմյանը, Առնո Բաբաջանյանը, Վաղարշակ Կոտոյանը եւ շատ ուրիշներ։ Չայկովսկու անվան երաժշտական տասնամյակ, ապա 2 մասնագիտություն Կոմիտասի անվան կոնսերվատորիայում եւ ուղեգիր դեպի երաժշտության մեծ աշխարհ։ Ահա այսպես նա սկսեց, իսկ հետագայում բազմաթիվ ստեղծագործություններ, բազմաթիվ ելույթներ, հետագայում նվագախմբեր, որոնք նա ստեղծեց եւ ղեկավարեց, եւ վերջապես դարձավ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ եւ ամենակարևորը Երևան քաղաքի պատվավոր քաղաքացի։ Սկզբում Մարտին Վարդազարյանը հետաքրքրվեց, թե ինչ երաժշտություն են նախընտրում աշակերտները, ինչին նրանցից մեկը վստահ պատասխանեց՝ դասական, իսկ հայ կոմպոզիտորներից սիրում է Արամ Խաչատրյանին, մասնավորապես նրա Սուսերով պարը։ Մարտին Վարդազարյանը պատմեց, թե ինչպես է ստեղծվել այդ ստեղծագործությունը։ Գիտեք ոնց գրվեց Սուսերով պարը։ Mən բալետը բեմադրվում էր Լենինգրադում, 43 թվականին։ Դրանց Արամ Իլիչ, что-нибудь такое знаете, что вот такое что-то нам нужно։ Արամ Իլիչ ինչ որ բանն է օրինակ վերում, չէ, այդեն չի։ Մի հատ օրինակ վերում, չէ, այդեն չի։ Что хотите։ Вот такое։ Հիմա մի օր ամեն Осмоясь Вориманаи, если бы я знал, что меня будут узнавать только по этому танцу с саблями, я бы его не написал. Երաժշտությունը արվեստի եւ մշակութային գործունեության ձև է, որի արտահայտչության միջոցը հնչյունն է, արտահայտված կոնկրետ ժամանակի մեջ։ Երաժշտություն բառը ծագում է հունարեն մուսիկի բառից, ինչը նշանակում է մուսաների արվեստը։ Հունական դիցաբանության մեջ 9 մուսաները դիցուհիներ են, որոնք հովանավորում էին գրականությունը,
գիտությունը եւ արվեստը։ Սա է երաժշտության սկիզբը։ Սակայն նույնիսկ նախնադարում կար իրենց բնորոշ հնչյուններ։ Եվ եթե նրանք միմյանց կանչելուց կամ որսի ժամանակ հնչեցնում էին նման բացականչություններ, սա հավանաբար կարելի է համարել նախնադարյան երաժշտություն։ Հավանաբար այդ պատճառով էլ համարում են, որ երաժշտության պատմությունը արտացոլում է նաև մարդկության պատմությունը։ Երաժշտությունը ամենուր է, օրինակ բնության գրքում։ Գիտեք թե ինչպես է ավստրիացի կոմպոզիտոր Յոհան Շտրաուսը գրել իր հայտնի վիեննական անտառի հեքիաթները վալսը։ Խնդրեմ։ Tararararam pam pam tararararayam pam pam rayam pam pam Հիմնականում շատ են անդրադառնում վերածննդի, բարոկոյի, կլասիցիզմի, ռոմանտիզմի ժամանակաշրջանի երաժշտության։ Օրինակ, բարոկոյի ժամանակաշրջանի կոմպոզիտորներից էին Յոհան Սեբաստիան Բախը, Ջորջ Ֆրեդերիկ Հենդելը, Ջորջ Ֆիլիպ Թելեմանը եւ ուրիշներ։ Կլասիցիզմի շրջանի հայտնի կոմպոզիտորներից են Ջոզեֆ Հայդենը, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը, Լյուդվիգ վան Բեթհովենը եւ Ֆրանց Շուբերտը։ Ռոմանտիկ երաժշտությունը ընդգրկում է 1810-ից 1900 թվականները։ Հիշատակելով այդ շրջանի կոմպոզիտորներին պետք է նշել Պյոտր Իլիչ Չայկովսկուն, Անտոնին Դվորժակին, Գուստավ Մալերին եւ ուրիշներին։ Անդրադառնալով հայկական երաժշտությանը հարկ է նշել, որ այն սկիզբ է առնում մեր թվարկությունից առաջ երկրորդ հազարամյակում։ Պատմական տվյալները մեզ են հասել հնադարյան հայ պատմիչներ Մովսես Խորենացու եւ Փավստոս Բյուզանդի աշխատությունների շնորհիվ։ 301 թվականից, երբ Հայաստանը առաջին պետականորեն ընդունեց քրիստոնեությունը որպես պաշտոնական կրոն, հիմք է ստեղծվում հայկական քրիստոնեական եկեղեցական երաժշտության զարգացման համար։ 5-ից 6-րդ դարերում ստեղծվում են առաջին հոգևոր երգերը, որոնց հեղինակներն են Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթևը, Հովանես Մանդակունին, Ստեփանոս Սյունեցին, Կոմիտաս Աղցեցին եւ ուրիշներ։ Ըստ 5-րդ դարի պատմիչ Ղազար Փարպեցու, հայերը սկզբնապես օգտագործում էին այբուբենի տարրերը երաժշտությունը ֆիքսելու համար։ Հին հայկական երաժշտական նոտագրությունը խազերը ստեղծվել են 8-9-րդ դարերում։ Խազերի ստեղծման նախաձեռնողը հավանաբար Ստեփանոս Սյունեցին է եղել։ 5-րդ դարի հայ պատմիչներ Ագաթան Գեղոսը, Փավստոս Բյուզանդը, Մովսես Խորենացին, Եղիշեն եւ այլոք վկայում են գուսանական երգերի մասին։ Հին գուսանական արվեստը գոյատևեց մինչև 15-ից 16-րդ դարերը։ Այդ ժամանակաշրջանի հայտնի պոետ գուսաններն էին Գրիգոր Խլաթեցին եւ Նահապետ Քուչակը, հայրենների հեղինակները։ Տարածված էին նաև շարականները, հոգևոր երգերը ու տաղերը, որոնք համարվում են պրոֆեսիոնալ երաժշտության յուրահատուկ ժանր։ 17-րդ դարում սկսվում է աշխուղական արվեստի հիմնական զարգացումը։ 17-ից 18 դարերի հայ ականավորաշուներից են Նաղաշ Հորնաթանը, Բաղդասար Դպիրը եւ իհարկե Սայաթ Նովան։ 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբի հայտնի աշխուղներից են Ջիվանին, Շերամը, Հավասին եւ ուրիշներ։ Համբարձում Լիմոնջյանը 1813-ից 15 թվականներին ստեղծում է հայկական նոր նոտագրություն։ Նիկողայոս Թայշյանը, Վենետիկի Մխիթարյանները եւ այլք երաժշտական տեսության եւ երաժշտական գրագիտության դասագրքեր են ստեղծում։ Հայկական երաժշտական մշակույթի զարգացման գործում մեծ դեր խաղացին Լազարյան ճեմարանը, Ներսեսյան դպրոցը, Գևորգյան ճեմարանը։ 19-րդ դարի կեսերին ձևավորվում է նաև համերգային կյանքը։ Ստեղծվում են նաև գործիքային համույթներ եւ սիմֆոնիկ նվագախմբեր, որոնց մեջ նշանակալի էր Սինանյանի նվագախումբը։ Պատմական նշանակություն ուներ 1868 թվականին Տիգրան Չուխաջյանի կողմից ստեղծված առաջին հայկական օպերան՝ Արշակ II։
պրոֆեսիոնալ կոմպոզիտորներ Մակար Եկմալյանը, Քրիստոֆոր Կարամուրզան եւ Նիկողայոս Տիգրանյանը սկսում են հավաքել եւ մշակել հայկական ժողովրդական երգերը։ Այդ ժամանակաշրջանից սկսում է նաեւ իր գործունեությունը հայկական երաժշտության պատմության ամենակարևոր գործիչներից մեկը՝ Կոմիտասը, ով առանցքային դեր խաղաց ազգային երաժշտաոճի վերածնման գործում։ Ալեքսանդր Սպենդիարյանի գործունեությամբ սկսվում է հայկական նվագախմբի եւ վոկալ նվագախմբային երաժշտության պատմության նոր շրջան։ Ռոմանոս Մելիքյանը հիմնականում աշխատում է ռոմանսի բնագավառում։ 1912 թվականին Արմեն Տիգրանյանի կողմից Անուշ օպերայի բեմադրությամբ զարգանում է նոր ոճային ուղղություն հայկական երաժշտական թատրոնում։ Ստեղծագործությունը մայրենի լեզվով է։ Նույն 1912 թվականին Ազատ Մանուկյանը գրում է առաջին հայկական մանկական օպերան՝ Չարի վերջը։ 1921 թվականին հիմնադրված Երևանի երաժշտական ստուդիան վերափոխվում է Երևանի պետական կոնսերվատորիայի։ Մեկ տարի անց կազմավորվում է Երևանի պետական կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախումբը, որի առաջին դիրիժորներից էին Ալեքսանդր Սպենդիարյանն ու Ալեքսանդր Մելիք-Փաշայանը։ Կարևոր պատմական նշանակություն ունեցան 1932 թվականին Հայաստանի կոմպոզիտորների միության եւ 1933 թվականին օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի հիմնադրումը։ 1930 թվականից սկսվում է 20-րդ դարի խոշորագույն կոմպոզիտորներից մեկի Արամ Խաչատրյանի ակտիվ երաժշտական գործունեությունը։ Ինչ վերաբերվում է ջազային եւ էստրադային երաժշտությանը, ապա Հայաստանում ջազ սկսել են կատարել 1920-ական թվականներից։ 1930-ական թվականներին հայտնվեցին համույթներ, որոնք նվագում էին հիմնականում ջազ երաժշտություն, որոնցից ամենահայտնի խումբը համարվում էր Ցոլակ Վարդազարյանի նվագախումբը, որը ամերիկային ելույթներ էր ունենում Մոսկվա կինոթատրոնում։ Պաշտոնապես առաջին ջազային կոլեկտիվը հանդիսանում է 1938 թվականին կազմավորված Հայաստանի պետական ջազային նվագախումբը կոմպոզիտոր եւ թավջութակահար Արտեմի Այվազյանի գլխավորությամբ, իսկ դիրիժորն էր Ցոլակ Վարդազարյանը, մեր այսօրվա հյուրի հայրիկը։ Հետագայում նվագախումբը երկար տարիներ ղեկավարեց Կոնստանտին Օրբելյանը, հետո սերունդները փոխվեցին։ Ղեկավարներ դարձան Արմեն Մարտիրոսյանը, Արմեն Հյուսնունցը, իսկ այսօր երիտասարդ սաքսոֆոնահար Դավիթ Մելքոնյանը, ով հմտորեն շարունակում է հիմնած ավանդույթները։ Անչափ մեծ է հայկական երաժշտության զարգացման գործում Առնո Բաբաջանյանի դերը, ընդ որում ինչպես էստրադային, այնպես էլ դասական, բացի այդ նա փայլուն դաշնակահար էր։ Նույնիսկ աշխարհահռչակ դաշնակահար Սվետոսլավ Ռիխտերը ասել է. այնտեղ որտեղ Առնոն է, ես անելիք չունեմ։ Ավելացնենք նաև, որ 1972 թվականին Երևանում կազմավորվում է հեռուստատեսության եւ ռադիոէստրադային սիմֆոնիկ նվագախումբը, որի հիմնադիրն ու առաջին գեղարվեստական ղեկավարը մեր այսօրվա հյուրն էր Մարտին Վարդազարյանը։ Դա դեռ 1967 թվականն էր։ Նվագախումբը ստեղծվել էր գործիքային հնգյակի հիման վրա։ Այդ նվագախմբերը ղեկավարել են Կոնստանտին Օրբելյանը, Էդվարդ Բաղդասարյանը, իսկ 1972 թվականից մինչև 86-ը էստրադային սիմֆոնիկ նվագախումբը ղեկավարեց կոմպոզիտոր Մելիք Մավիսակալյանը, ով հետո մեկ տարով փոխանցեց էստաֆետը Ստեփան Շաքարյանին, վերջինս էլ կոմպոզիտոր Երվանդ Երզենկյանին, ով էլ ղեկավարում է առ այսօր։ Երաժշտության մասին կարելի է շատ երկար խոսել։ Այդ ամենի մասին խոսեց նաև մեր այսօրվա հյուրը Մարտին Վարդազարյանը, պատմելով տարբեր կոմպոզիտորների, տարբեր ստեղծագործությունների, ֆիլմերի մասին, որոնց համար ինչպես նա, այնպես էլ շատ կոմպոզիտորներ գրել են հրաշալի երգեր։ Ցավոք, շատ երգեր երեխաները չէին ճանաչում նաև ֆիլմերը։ Չեք երգում։ Չեք երգում դա։ Իսկ սա երգում եք։ Ո՞վ է երգում ձեզանից։ Դիրեց լրություն։
Սակայն կարծում եմ ժամանակի ընթացքում այդ ամենը կշտկվի։ Շնորհակալություն մաեստրո հյուրընկալվելու համար։ Կարծում եմ այսօրը երեխաները երկար կհիշեն։ Լավ, կներեք, շատ խոսեցի, ոչինչ չասեցի, որովհետև երաժշտությունն անընդգրկելի է, ինչ էլ ասեմ, էլի դեռ ասելու բան կմնա։ Բայց ինչպես ցանկացած ստեղծագործողի համար անհրաժեշտություն է հանդիպել ձեզ հետ, այդ հաստատ։ Այս ձեր դրական հայացքները, այս ձեր, չգիտեմ, պատանեկան արդեն ինքնաձևավորվող անհատականությունները, հավատացեք, ձեզանից անկախ և ինձանից անկախ, նրա արդեն իր ազդեցությունն ունեցան։ Ես ագնում մի հանկարեղ բան բերեմ։